Դիտեք առաջին ալիք Ամերիկայի հեռուստակոնտենտը։ Բաժանորդագրվեք առաջին ալիք Ամերիկայի YouTube-յան ալիքին First Channel America։ Ես բանել եմ լեզբոհի կնոջս, կախել մսի կերից և հիմա ունեմ 3 ֆիլմի պայմանագիր Disney ընկերության հետ։ Միշտ ապեք զանգահարել պատկան մարմիններին, սա ինքնախոստովանական ցուցմունք չէ, ոչ էլ անկեղծության փորձում։ Սա Ben Affleck-ի ռեժիսորական դեբյուտ համարվող կարճամետրաժ ֆիլմի անվանումն է։ Բարի երեկո։ Այսքանից հետո եթե կարող եք հարմար տեղավորվեք։ Մայստրո Երվանդ Երզնկյանն իր նվագախմբի հետ այստեղ է և ես հայտարարում եմ, որ սեանսը սկսվում է։ Տեսնենք, թե ինչ տարօրինակ բաներ են արել իրենց կյանքում մեր այսօրվա մասնակիցները։ Կինոյի տաղավարում են Արսեն Սարգսյան, լուսանկարիչ, Անուշ Գրիգորյան, իրավաբան, Գագիկ Սմբատյան, լրագրող, բլոգեր և նաև այո։ Գրեթե կարելի ասել կեր աղոթիր և սիրիր։ Սիրում եք այդ ֆիլմը գա։ Սիրում եմ ու Ջուլիա Ռոբերտսից էլի ֆիլմեր կան, որ սիրելիների շարքն են դասում։ Որպես մարքետոլոգ, որ ֆիլմի մարքետինգային արշավը կհամարեք կատարյալ։ Թարմ տվյալներից խոսենք, Անորան, որ $18 միլիոն էր ծախսվել Անորայի ամբողջ Օսկարի մարքեթինգի մասով, բնականաբար արդարացրել էր իրեն, բայց եթե ավելի սուբյեկտիվ նայեմ, իմ համար Ինտերստելլարը դեռևս պատմության մեջ նկարահանված լավագույն ֆիլմն է իր բոլոր արշավներով։ Թեպետ Անորան նկարահանվել է $6 միլիոն, բայց մարքետինգային արշավի վրա հայտնի դարձան, որ ծախսվել է $18 միլիոն։ Շատ ուրախ ենք, որ ծախսվել է, որովհետև հիանալի ֆիլմ է և ուրախ ենք, որ նաև մեր հայրենակիցներն են այդ ֆիլմում։ Եվ Անուշ, շարունակենք հատկապես ամերիկյան ֆիլմերը, այսինքն հոլիվուդյան կինոարտադրությունը շատ է առանձնացնում և հաճախ ենք տեսնում ֆիլմեր, որոնք կապված են հենց իրավաբանության հետ, օրենքի։ Ունեք սիրելի ֆիլմ, որ կառանձնացնեիք այդ մեծ շարքից։ Կարծում եմ միանշանակ Սատանայի փաստաբանը ֆիլմը։ Հիանալի է։ Ես էլ եմ սիրում այդ ֆիլմը։ Արսեն, որպես լուսանկարիչ, որ ռեժիսորի աշխատանքներն է, որ յուրաքանչյուր կադր կարող եք առանձնացնել և որպես լուսանկար կախել ձեր պատին։ Միանշանակ Տարանտինո։ Այսինքն յուրաքանչյուր կադրը տեսնում եք նաև որպես առանձին լուսանկար։ Անպայման։ Հիանալի է։ Մենք խաղում ենք կինո և գուշակելու ենք աշխարհի բոլոր ֆիլմերը, մուլտֆիլմերն ու սերիալները։ Այդ ընթացքում ամեն կերպ փորձելու ենք գաղտնագրել, թաքցնել, վերաձևակերպել, բարդացնել ձեր ճանապարհը, բայց ձեզ նման կինոգետների համար կարծում եմ, որ այդ ամենը չի կարող խոչընդոտ հանդիսանալ։ Մրցույթի մեկնարկից առաջ պետք է պարզենք, թե ով է սկսելու խաղը և դա անելու ենք հատուկ հարցի միջոցով, որի պատասխանը ստույգ թիվ է, ձեր առջև դրված թղթերի վրա կգրեք պատասխանի ձեր տարբերակը, դրա համար կունենաք 20 վայրկյան և ում տարբերակ առավել մոտ եղավ ճշմարիտին, նա էլ կսկսի առաջին փուլը։ Եթե դուք պատրաստ եք, ես ընթերցեմ հարցը։ Քրիստիան Բեյլը հայտնի է հանուն դերի իր անձնազոհությամբ։ Չխնայելով մարմինը կարող է տասնյակ կիլոգրամներ նիհարել մի դերի համար, իսկ հաջորդ ֆիլմի համար կրկնակին ավելացնել։ Կարիերայի ընթացքում ընդհանուր առմամբ քանի կիլոգրամ է հավաքել և նիհարել Քրիստիան Բեյլը։ 20 վայրկյան։ Ահա, Արսեն, ձեր տարբերակն էլ տեսնենք։ 230 կիլոգրամ կարծում է Արսենը, 120 կիլոգրամ կարծում է Անուշը և 65 կիլոգրամ կարծում է Գագիկը։ Եվ իհարկե
հաղթում է Արսենը, որովհետև ընդհանուր առմամբ 274 կիլոգրամի տատանումներ է ունեցել մեծն դերասանը։ Արսեն, խաղը սկսելու եք դուք, բայց մինչ այդ լարում ենք լսողությունը, սրում ենք տեսողությունը և թարմացնում ենք հիշողությունը։ Բարբի, Պեպո, Նեո, մենք խաղում ենք կինեո, կինեո։ Առաջին փուլում ֆիլմերն ու մուլտֆիլմերը պետք է գուշակել 3 եղանակով՝ դիտելով հատված, լսելով կինոնկարից հայտնի երաժշտություն կամ փորձելով պատկերացնել պաստառի սկզբնական տեսքը։ Գուշակելու կերպը և պայմանական բարդության միավորն ընտրում է մասնակիցը։ Այսօր ներկայացված են բարեպաշտ կատեգորիաներ՝ մի ստիր, տեսարաններ ֆիլմերից, որտեղ հերոսները հիմնականում վարվում են ճիշտ հակառակ կերպով։ Մի գողացիր երաժշտություն ֆիլմերից, որտեղ այնուամենայնիվ չեն հետևում այդ հորդորին։ Եվ պաստառներ մարդու չորքոտանի բարեկամների մասնակցությամբ ու ոչ միայն։ Արսեն, խնդրեմ, ցանկանում եմ հիշեցնել, որ թեպետ խաղը սկսում է Արսենը, բայց գուշակել կարող եք 3 հտել և ճիշտ պատասխանի դեպքում կվաստակեք համապատասխան միավորը, սխալի պարագայում 1 հարց բաց կթողնեք։ Արսեն։ Արսենն ասաց Արսենին։ Մի ստիր 10։ Մի ստիր 10, խնդրեմ։ Անուշ։ Լժեց։ Ստախոսը, ճիշտ է։ Հիշեք, որ ես ասացի մի ստիր է, բայց հերոսները վարվում են այլ կերպ, սա կարծում եմ կարող է նաև ձեզ օգնել հետագայում, Անուշ։ Մի գողացիր 20։ Մի գողացիր 20։ Ջենտլմենը ու դաչ։ Հաջողության ջենտլմենները։ Շունը մարդու բարեկամն է 10։ Շունը մարդու բարեկամն է։ Ինչ ենք տեսնում։ Շներ։ Ես չեմ տեսել։ Անուշ։ Շինաչի պատրուլ։ Այո, շների բարեկախումբը, ճիշտ է։ Շարունակեք, Անուշ։ Եկեք մի ստիր 50։ Մի ստիր 50, խնդրեմ։ Հիշում եք այս ֆիլմը։ Այո, հիշում եմ, հիմա կասեմ, Կոդ դա Վինչի։ Հասկանում եմ, որ կերպարվեստի հետ լավ կապ ուներ, բայց այդքան էլ վերջնական պատասխանը Անուշ, ձեզ շատ լավ առաջարկ եմ անում, հիմա հնչեցնելու վերջնական պատասխանը։ Չէ, չեմ կարող ասել, բայց ֆիլմը հիշում եմ։ Անգամ իմ լավ առաջարկ բառը ձեզ շոկնեց, լավագույն առաջարկը ֆիլմներ։ 1 հարց բաց եք թողնում, Անուշ, Գագիկ, ձեր նենցածր միավորները դուք եք ընտրում։ Այո, միավորների բացակայությունն է իմը տվյալ պահին, եկեք փորձենք մի ստիր 20-ը։ Մի ստիր 20, խնդրեմ։ Նայեք ով է։ Եվ ուր է գնում, և ինչ է անում։ Ժերար Դեպարդյեն։ Ես նույնիսկ ասեի ովքեր։ Այո։ Բա որ սխալ ասեմ։ Այդ բառը ուրիշ լեզվով ասա օրինակի համար։ Որ անվանակարգը որ ընտրել էիր։ Ստիր։ Անգլերենով։ Չէ։ Բայց թեկուզ մեր կենցաղային լեզվով։ Չելենտանոն է խաղում։ Մի խափիր։ Կենցաղային։ Ինչ լավ կենցաղում եք ապրում։ Որ ասում են այդպես մի վարվի, օրինակ մի արա։ Այբուբենի երկրորդ տառով է սկսվում։ Բայ։ Սպասեք։ Բ։ Անցանք։ Հա, երիտասարդ սերնդից եք, երևի այդքան էլ չեք բախվել, բլեֆ։ Այո, այդքան կենցաղային։ Ավաղ, Գագիկ 1 հարց բաց եք թողնում։ Եվ շարունակում ենք հավասար են միավորները, կարծում եմ Արսենը որպես ջենտլմեն բնականաբար կզիջի, որպեսզի Անուշը ընտրի, Անուշ, խնդրեմ։ Շնորհակալություն։ Շունը մարդու բարեկամն է 30։ Շունը մարդու բարեկամն է 30 միավոր կարելի է վաստակել, խնդրեմ։ Չեմ տեսել։
Դե պարզ է, որ վերնագրի մեջ շուն բառը պետք է լինի այսպես թե այնպես։ Եթե նրանց առանձնացնենք ինչ-որտեղ ժամանակ, կղզիացնենք, կդառնար շների կղզին, որը ոչ մեկի միավոր չբերեց, բայց փոխարենը Գագիկին վերադարձրեց։ Այո, խաղ։ Դեպի մեր խաղ։ Մենք շարունակում ենք եւ Գագիկ վերադարձակ ու դուք էլ ընտրում եք։ Շատ լավ, ես դեռ այն հույսով եմ ապրում, տարբեր թողարկումներում տեսել եմ, որ երկրորդ փուլում ամեն ինչ փոխվել է։ Էմոջիների։ Իհարկե, մենք երբեք չենք հուսալքվում։ Փորձենք փոխել, հա չհանձնվել։ Կինոյում հուսալքվել է։ Երկրորդ անվանակարգը մի գողացիր է, կատեգորիան կարծեմ երաժշտություններ է, չէ՞, իր մեջ ներառում։ Եկեք փորձենք 30 միավորանոց տարբերակը։ 30 միավոր, մի գողացիր։ Սեղմեք։ Սերիալ է։ Արսեն։ Վայ։ La Casa de Papel։ Ճիշտ է, թղթետուն եմ։ Ուշ սեղմեցի։ Ցանկանում եմ հիշեցնել, քանի որ տարբեր մարդիկ ֆիլմերը դիտում են տարբեր լեզուներով, որ լեզվով որ կմտաբերեք ֆիլմի վերնագիրը, հոգ չէ, հնչեցրեք, մենք հայերենը հետո անպայման կհնչեցնենք։ Շարունակեք Արսեն։ Շունը մարդու բարեկամն է 20։ Շունը մարդու բարեկամն է 20։ Շունը եւ գայլը։ Հերոսներին ճիշտ եք ասում, բայց ֆիլմի վերնագիրը մի փոքր Տենց այլ չէ։ կերպ էր։ Շաս սպայու մի րոպե։ Սպայու։ Սոված գայլը։ Կար չկար։ Մի շուն։ Այսպես էր վերնագրված մի շուն։ մուլտֆիլմը, բայց ամեն դեպքում, քանի որ նույնիսկ հիշեցիք տեսարանը, ես համարում եմ, որ դուք տվել եք ճիշտ պատասխան եւ միավորները գալիս են ձեզ Արսեն։ Շնորհակալություն։ Ծափահարություններ։ Արսեն եւ խնդրեմ դուք եք շարունակում խաղը։ Շարունակենք շների թեման։ Այսինքն բոլորս ենք շարունակում, դուք եք ընտրում։ 50։ Շունը մարդու բարեկամն է 50 միավոր։ Բեշնեի պսի։ Ճիշտ է, կատաղած շներ։ Տարենտինո vibes։ Բրավո, Անուշ, շարունակեք։ Մի գողացիր 50։ Մի գողացիր 50։ Nicolas Cage, Angelina Jolie։ Չէ, սխալ սեղմեցի։ Ուզում եմ ասել ազգի գանձերը, բայց այդ ֆիլմը չի։ Չէ, մի գողացիրն է, օրինակ կարելի է ընդեղ էլ էին գողանում, բայց սա այդ ֆիլմը չէ։ Օրինակ եթե մեծ վարպետություն ցույց տային քանի րոպեում Կողոպոտ 60 վայրկյանում։ Ինչպես? Կողոպոտ Գողանալ 60 վայրկյանում, ճիշտ է։ Հա։ Եվ միանգամից 50 միավոր։ Այդպես էլ է պատահում, այդպես էլ է պատահում։ Շարունակեք Գագիկ։ Վայ, ես եմ, շնորհակալություն։ Ներվում էի։ Եկեք փորձենք սաունդթրեքների մի գողացիրի 40 միավորանոց տարբերակը։ Մի գողացիր 40։ Խորհրդային ժամանակ։ Գիտեմ, դրա համար սեղմեցի ես հաջողության ջենտլմենները։ 3 2 մի զգուշացեք պատասխանեք։ Գիտեմ։ Պետք չէ այդքան զգուշանալ։ Նայեք, անգամ եթե սխալ պատասխանեք, նույնն է լինելու, քան չպատասխանելը։ Դրա համար հնչեցրեք որևէ պատասխան։ 3 2 1 Չէ, անցանք։ Չունենք։ Զգուշացակ, իսկ կարելի էր անզգուշաբար ասել, որ զգուշացիր ավտոմեքենայից ֆիլմներ։ Ես այստեղ եմ ձեզ համար, իմ խոսքերին ուշադիր եղեք, ես փորձում եմ ձեզ օգնել։ Գագիկ, բացեք թողնում։ Հեռացա։ Հարց, 70 հավասար են միավորները, Անուշ, ընտրում եք դուք։ Մի ստիր 40։ Մի ստիր 40 միավոր։ Մեր անունից ունի, Արսեն, իմ և քո։ Վայ։ Ֆրանսիայում շատ հայտնի։ Դուք չեք կարող։ Գիտեմ։ Արսեն Ֆրանսիա։ Ասացիք, որ Արսեն բառի հետ կապ ունի։ Ոչ միայն բառի անվան հետ կապ ունի։ Արսենիստ։ Չէ, ասում եմ մեր անունից ունի։ Պետք է ազգանունը։ Ես ասեմ միավոր մի տվեք։ Չի կարող է։ Չէ, չեմ կարող ասել։ Չեմ կարող ասել։
Չեք կարող պատասխանել։ Գագիկ ինչ Արսեն Լյուպեն։ Արսեն Լյուպեն։ Այո, Լյուպեն ֆիլմներ։ Գագիկ վերադառնում եք, Անուշ դուք մեկ հարց բաց եք թողնում։ Եվ Գագիկ դուք էլ ընտրում եք։ Մի ստիր 30-ը։ Մի ստիր 30, նույնիսկ կարելի է անցնել միավորների մեջ։ Պարազիտի։ Բրավո, ճիշտ է, մակաբույծները։ Անուշ վերադառնում եք խաղ։ Օսկարակիր ֆիլմ։ Արսեն շարունակեք։ Եկեք շները ավարտենք։ 40։ Ավարտենք 40 միավոր։ Ինչ ծանոթ է։ Բոնի։ Սովորաբար դրա կատունել է լինում։ Ավելի հայտնի է մեզ դրա կատուն տարբերակը, այդպես ենք ասում։ Թագավոր, չէ, մի րոպե, Կարալևսկի պյոս։ Միավորներով շատ եք, թե չէ։ Մի վարքյան։ Ամենալավ հուշումը տվել եմ արդեն։ Գոլի պյոս։ 3, 2, 1։ Չեմ կարա։ Իսկ այսպես։ Դա մուշկետերներին բան։ Ահա, կոշկավոր շունը, այսպես էր կոչվում։ Թեպետ մեզ ավելի հայտնի էր կոշկավոր կատուն, չէ՞։ Կարծում եմ բոլորիս։ Արսեն, դուք մեկ քայլ բաց եք թողնում եւ երկուսով ունեք հնարավորություն վաստակելու 10 միավոր։ Մի գողացիր 10, խնդրեմ։ Այս ադամանդե ձեռքն է, չէ։ Չէ, սպասեք։ Կովկասի գերուհին։ Իհարկե, Կովկասի գերուհին։ Հա, ես դժվարացրեցի ավելի, բայց լավ, ոչինչ։ Եվ ավարտված է առաջին փուլը, 60 միավորով Գագիկ դուք, 70 միավոր ձերն է Անուշ եւ 100 միավորով Արսեն դուք, երեքս էլ միասին ուղևորվում ենք դեպի երկրորդ փուլ։ Առաջին ալիքի ճեպընթացը պատրաստ է տեսնելու, թե ինչ զարգացում է սպասվում ես հաջորդ փուլում։ Դերասան Փոլ Վինչելը, որը Դիսնեյի Վիննի-Թուխի մասին պատմող անիմացիոն ֆիլմում հնչյունավորել է վագրի կերպարը, նաև գյուտարար է և կինոկարիերայի ընթացքում հասցրել է ստեղծել արհեստական մեխանիկական սիրտը, վագրը և մնացած բոլոր էմոջիները այսօր կհայտնվեն այս էկրանին և նրանցով գաղտնագրված են ֆիլմեր, մուլտֆիլմեր, սերիալներ, գաղտնագրված են թե վերնագրերը, թե սյուժենները։ Դուք պետք է կարողանաք 15 վայրկյանում գուշակել, թե որ ֆիլմն է պատկերված էմոջիների տեսքով և ճիշտ պատասխանի պարագայում վաստակել 30 միավոր։ Սխալի դեպքում գործում է նույն օրենքը, մեկ հարց բաց եք թողնում խաղը։ Եթե ձեր առաջին փուլի խաղը էմոջիով կարողանայիք բնութագրել, որ էմոջիով կցուցադրեիք Արսեն։ Անուշ դուք։ Որ սենց թեթև ժպտում ա, սենց արցունքի կաթիլ ասեմ։ Մի հատ Գագիկ։ Որ սենց ձեռքերը դրած բերանը բաց։ Բանկա դրանից։ Շատ բարի, ինչպես էմոջիներն են տարբեր ու բազմազան, այդպես էլ մեր խաղը և յուրաքանչյուր հաջորդ վայրկյանը կարող է բոլորովին նոր էմոցիաներ պարգևել, թե հեռուստադիտողին, թե խաղացողներին։ Ես ձեզ մաղթում եմ հաջողություն, ծափահարություններ մեր խաղացողներին և մենք սկսում ենք երկրորդ փուլը։ Գնացինք։ Արսեն։ Սիրո գործակից։ Ճիշտ է։ Հաջորդը։ Murder on the Orient Express։ Բրավո, սպանություն արևելյան ճեպընթացում։ Հաջորդը։ Ինչ է խորհրդանշում առաջին էմոջին, ինչ ենք տեսնում։ Դանակ, վազ։ Դանակ և վազք, դանակի Դանակի ծայրի բիգուշի պալեզվյու նաժը։ Այո, սայրի վրայով վազողը, ճիշտ է։ Հաջորդը։ Ովքեր են։ Սատանաները։ Առաջին երկուսը մասնավորապես։ Wednesday։ Ինչ տեսակ կերպարները։ Որ տարօրինակ։ Կորպորացիա Մոնստրով։ Բրավո։ Հաջորդը։ Ստաժոր։ Առաջինը Ռոբերտ։ Բրավո, փորձնակը, ճիշտ է։
Հաջորդը հայկական ամենահայտնի հեքիաթը Արսեն Կիկոսի մահը։ Այո, Կիկոս։ Գագիկ վերադառնում եք։ Շարունակում ենք։ Առաջինը ինչ է պատկերված։ Կերակրող մայր։ Մայր։ Ձերքով։ Ահա, ավելի մոտ ենք։ Երկրորդ էմոջին ինչ է նշանակում։ Կրկնություն։ Հայրիկը կրկին 17 տարեկան է։ Ծանոթ չի։ Ոչ մեկ խաղից դուրս չի գալիս եւ մենք շարունակում ենք։ Խնդրեմ հաջորդը։ Արսեն։ Ձյունե թագուհին։ Ոչ։ Կամուց քշվածները։ Okay։ Մեկ հարց բաց եք թողնում։ Հաջորդը։ Հայտնի վեպի հիման վրա է գրվել։ Պորտրետ Դորիան Գրեյը։ Բրավո, Դորիան Գրեյ, ճիշտ է Անուշ։ Արսեն վերադառնում եք խաղ։ Հաջորդը։ Անգամ գիրքն է հայտնի այս ֆիլմի։ Լավ, ինչ է, սովորաբար երբ են ուտում այդ ամենը։ Առավոտյան։ Մեկը տոքնեմ ձեզ։ Առավոտյան։ Խնդրում ես։ Առավոտյան։ Նախաճաշ Այո, ինչ։ Թիֆնի։ Այո, Գագիկ, իսկ ինչն էր ձեզ ետ պահում սեղմելու այդ կոճակը։ Ինչից եք Ես երկար եմ մտածում, մյուսներն ավելի ճարպիկ են։ Այո։ Այսուհետ փոխվում է դրամատուրգիան եւ բայց ինչ որ բան կարող է դեռ փոխվել։ Հիմա դեռ ոչինչ չի փոխվում, մենք շարունակում ենք։ Ձեզ նվազագույնը 120 միավոր դեռ պետք է Գագիկ։ Այդքան էլ խաղացվում է դեռ։ Ծանոթ չի։ Լիլո եւ Ստիչ։ Քուրս եւ եղբայրս ինձ շատ կնեղանան։ Իրենց սիրելի մուլտֆիլմներ։ Իրենց սիրելի Կներեք ման է արեք։ Մանեին արեգին եկեք ծափարենք։ Ու այս ծափարություններով փրկենք նաեւ Անուշին, որ ընտանեկան խնդիրներ չառաջանա եւ շարունակենք հաջորդը։ Ինչ ենք կարդում։ 3 մայր։ Ահա։ Վատ, Իսկ ինչ նշան է սա։ Ովեստի խոսք է։ Վատ։ Լախի մամաչկի։ Այո, շատ վատ մայրիկները։ Հաջորդը։ Առաջինը ինչ կարող է խորհրդանշել։ Սուրբ։ Ահա։ Երկրորդը ինչ է։ Եղնիկ։ Երրորդը ինչի նշան է։ Ինչ։ Մահացած։ Ահա, այսինքն ինչ կարող էր լինել։ Սրբազան եղնիկի սպանությունը։ Պատկերացրեցիք։ Չէ։ Բա։ Որ տեսած լինեին կպատկերացնենք։ Ոչ բոլորն են տեսել իհարկե, բայց ամեն դեպքում։ Շարունակենք։ Սա ինչ նշան է։ Ողջույն, ծաղրացու։ Բարև ջոկեր։ Չէ, մի րոպե, սև խաղաք, սև մի րոպե։ Լավ, ամեն դեպքում սա վերջինն է եւ անկախ նրանից 190 միավորով կգայիք թե հավասար միավորով, միևնույն է դուք արդեն գալիս եք երրորդ փուլ։ Ծանոթացեք Ջո Բլեք։ Ջո Բլեք։ Եվ 190 միավորով Արսենը, լուսանկարիչ, իրավաբան Անուշի հետ, ով հասակել է 220 միավոր, գալիս են ինձ հետ երրորդ փուլ։ Գալիս ես ձեզ հրաժեշտ եմ տալիս, շնորհակալություն խաղին մասնակցելու համար։ Շնորհակալություն։ Մնացեք առաջին ալիքի հետ։ Պատմաբաններն ուսումնասիրելով Շերլոք Հոլմսի եւ Ռիչարդ III արքայի դերակատար Բենեդիկտ Քեմբերբիջի տոհմածառը եւ դնթեն պարզել են, որ նա հերրակա բարեկամական կապեր ունի Շերլոքի հեղինակ Արթուր Կոնան Դոյլի եւ Անգլիայի թագավոր Ռիչարդ III-ի հետ։ Մեզ մոտ ոչ ոք ծանոթով չի անցնելու եզրափակիչ։ Արդար խաղալու ենք 5 ենթափուլ եւ թող հաղթի ուժեղագույնը կամ իմ բարեկամը։ Սիրելի բարեկամներ, նախորդ փուլերում կուտակված միավորները զրոյացված են, թեպետ ամենաշատ միավորներ վաստակած մասնակիցն է որոշում, թե ով է սկսելու այս փուլը։ Յուրաքանչյուր ճիշտ պատասխանի համար կունենաք 1 միավոր, իսկ մտածելու համար ձեզ կտրվի 20 վայրկյան
ժամանակ։ Խաղը կավարտվի այն պարագայում, երբ մասնակիցներից մյուսը մաթեմատիկորեն անհասանելի դառնա մրցակցի հանդեպ։ Եվ այսպես Անուշ, բարձր միավորները ձերն էին, դուք եք որոշում, թե ով է սկսում այս փուլը։ Քանի որ Արսենը նախորդ փուլերի ընթացքում 2 անգամ ինձ զիջեց, ես էլ այս անգամ իրեն զիջեմ, թող ինքը սկսի։ Ինչ հաճելի զիջում։ Պատասխանատվությունը ձերն է, Արսեն, եւ մենք սկսում ենք 3-րդ փուլի առաջին ենթափուլը։ Եվ այսպես, մենք հայերս առհասարակ երեխայասեր մարդիկ ենք, շատ ենք սիրում փոքրիկներին ու հատկապես այն փոքրիկներին, ովքեր մեծանում ու դառնում են դերասաններ։ Էկրանին կհայտնվեն փոքրիկի նկարներ, որոնք դուք պետք է կռահեք, թե այս պարագայում, այս տարիքում ինչ տեսք ունեն ու ով է պատկերված։ Խնդրեմ, հուշումը ձեզ համար է։ Dwayne Johnson. Տեսնենք։ Բրավո, 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 բրավո։ Dwayne Johnson։ Անուշ, նույն սկզբունքով գուշակում եք դուք, խնդրեմ։ Տարբերակ։ Miley Cyrus։ Տեսնենք։ Մաց Դրակոնով։ Բայց անունը չգիտեմ։ Պատահական չէ, որ չեմ նայել այդ սերիալը։ Ահա։ Այո, Էմիլիա Կլարկն է պատկերված։ Ոչինչ, մենք դեռ շարունակում ենք եւ երկրորդ ենթափուլն է։ Եթե դուք ոչինչ չունեք թաքցնելու, ապա մենք ունենք այս ենթափուլում ձեզ հայտնի ֆիլմից որևէ հայտնի դրվագ թաքցված է կինոյի տարբերանշանի ետևում։ Դուք պետք է փորձեք հիշել, մտաբերել կամ պարզապես կռահել, թե ինչ կարող է թաքնված լինել։ Արսեն, առաջինը դուք եք, խնդրեմ, ուշադրությունը էկրանին։ Ֆիլմը հիշում եք։ Ամեն նոր տարի կարելի է նայել ամեն դեպքում։ Ծանոթ է, բայց ինչա ձեռքում։ Ռուսական ֆիլմ է։ Շամպայն կամ թեյ։ Մեկը ընտրեմ։ Մեկը ընտրեք։ Թեյ։ Առանձնապես տարբերություն էլ չկար, որովհետև բացարձակապես կապ չունի։ Խնդրեմ։ Անձնագիր։ Okay։ Ճակատագրի հեգնանքը կամ բաղնիքը տանուշ։ Ֆիլմն է։ Ծանոթ է ֆիլմը։ Հա, տեսել եմ, բայց կոնկրետ այդ դրվագը չեմ հիշում։ Հա, ամենայն դեպս անձնագիրը մեծ դերակատարում ուներ այդ ֆիլմում։ Ինչպես նաև քաղաքների փոփոխությունը։ Անուշ, նույն սկզբունքով գուշակում եք դուք, խնդրեմ։ Որ ֆիլմն է, ծանոթ է։ Չէ, բացարձակ ծանոթ չի, բայց փորձում գուշակել ինչ կարող է լինել։ Եթե ֆիլմը ծանոթ չէ, չգիտեմ ինչ ասել։ Հա, ես էլ չգիտեմ, Կոշիկ։ Մաչետե։ Մաչետե, որովհետև ֆիլմն էլ է։ Շատ կապ ուներ։ Համանուն ֆիլմից։ Եվ չենք հուսահատվում ծափահարություններով եւս մեկ անգամ ողջևորենք մեր մասնակիցներին։ Մեր ստեղծագործական թիմում իր ուրույն տեղը զբաղեցրած անտեսանելի ընկերը, որին ընկերաբար աբո ենք ասում, արհեստական բանականությունը, մեզ է ցուցադրելու մի լուսանկար։ Տեսնելով արհեստական բանականությամբ ստեղծված այս լուսանկարը աբոյի կողմից, ձեր մարդկային բանականությամբ պետք է փորձեք կռահել, թե որ ֆիլմն է պատկերված։ Արսեն, առաջինը գուշակում եք դուք, խնդրեմ։ Ինդիանա Ջոնս։ Բրավո, Ինդիանա Ջոնս։ Տեսնեք ինչ լավ աբո ունենք։ Աբոն լավն է, հա։ Աբոն լավն է, այո։ Անուշ, նույն սկզբունքով գուշակում եք դուք, խնդրեմ։ Եթե ֆիլմը նայել եք, ինձ թվում է մի անգամից կարելի էր կռահել։ Ինչ եք տեսնում։ Քարեր են, այսպես իրար։ Կողքը մուրճ է։ Մուրճ է, այո։ Քար, մուրճ, գիրք։ Եվ այնտեղ վերջում ինչ եք տեսնում։ Խաչ։ Հասկանում եմ, որ լույսը կարող է այո այդ տպավորությունը տալ, բայց ճաղեր են։ Ճաղեր են, բանտի հետ կապված ինչ-որ բան։
Իսկ փախուստի հետ կապ ունի։ Եվ Պաբեգիս Շոուշենկը։ Փախուստ Շաուշենկից ճիշտ է։ Առաջին հայացքից տարօրինակ թվացող ձևակերպմամբ հուշում եմ ֆիլմի վերնագիրը կամ սյուժեն։ Բայց եթե անգամ իմ հուշումը ձեզ չօգնի կռահել, հոգ չէ, մենք նաև ունենք օգնող այլ հանգամանք։ Իմ հուշումը ընթերցելուց հետո կհայտնվի նաև կադր տվյալ ֆիլմից։ Առաջին հուշումը ձեզ համար է, Արսեն։ Ֆիլմ սերոտոնինի մեծաքանակ պարունակությամբ մեն կամ ժոնգ-թոնգ մակնիշի ավտոտրանսպորտային միջոցի մասին։ Ուրախ ավտոբուս։ Բրավո։ Ման կամ ժոնգ-թոնգ մակնիշի ավտոմեքենա։ Բրավո։ Անուշ հուշումը ձեզ համար է։ Ֆիլմ, որի անվանումը պատասխանում է հարցին, թե երբ են տխրում դպրոցականները։ Աշնանն են տխրում սեպտեմբերին։ Ահա։ Հետևաբար։ Սենտյաբր, օսին։ Չէ, հարց, նայեք, Անվանումն է։ ֆիլմ, որի անվանումը պատասխանում է հարցին, թե երբ են տխրում դպրոցականները։ Հետևաբար պետք է պատասխանը հնչի, երբ ինչ-որ մի բան է տեղի ունենում, չէ։ Երբ գալիս է սեպտեմբերը։ Այո, ճիշտ է, երբ գալիս է սեպտեմբերը։ Շարունակում ենք։ Մեկն ավելորդ է, կտեսնենք կադր 4 ֆիլմերից, որոնցից 3-ն ինչ-որ տրամաբանությամբ, օրինաչափությամբ ունեն ընդհանրություն։ Պետք է գտնեք այդ ընդհանրությունը եւ նշեք այն 4-րդը, որը չի համապատասխանում տվյալ տրամաբանությանը։ Արսեն, եթե ճիշտ պատասխանեք, դուք գալիս եք ինձ հետ սուպեր խաղ։ Հարցը եւ հուշումը ձեզ համար է, խնդրեմ։ Ծանոթ են։ Հա։ Որն է առաջինը։ Mario, Angry Birds, Sonic, Lego։ Ահա։ Սեղ մեկ ժամանակ։ 4-ից որն է ավելորդ։ Երրորդը կառանձնացնեմ, իրական մարդիկ կան մեջը, մնացածում չկան։ Որտեղից են ծանոթ ձեզ ֆիլմերը։ Խաղեր են։ Բոլորն է խաղեր կան։ Lego-ն իրական բնական խաղը, համակարգչային խաղ չկա, մնացած 3-ը համակարգչային խաղեր ունեն։ Նույնիսկ շեշտադրելու, բութ ստորակետ դուրս բերելու կամ դնելու կարիք էլ չկա, որովհետև հենց այդ տրամաբանությամբ էր ձևակերպված հարցը եւ դուք տվեցիք հարահեղ պատասխան ու հետեւաբար Արսեն ինձ հետ գալիս եք սուպեր խաղ։ Անուշ, շնորհակալություն ձեզ խաղին մասնակցելու համար։ Բրավո, դուք հիանալի խաղ ցուցաբերեցիք։ Ձեզ մաղթում ենք իրավաբանական ճշգրտություն յուրաքանչյուր բառագայում, իսկ Արսենի հետ կհանդիպենք սուպեր խաղում։ Խաղի գլխավոր հերոսին մնացել է գլխավոր մրցանակը վաստակելու հնարավորությունը։ Արսենը սուպեր խաղ ցուցաբերեց եւ հայտնվել է սուպեր խաղում։ Ընդամենը 120 վայրկյան եւ 7 ֆիլմ են բաժանում նրան սուպեր հաղթող կոչվելու բացառիկությունից։ Արսեն, շնորհավորում եմ, որ այս բանին եզրափակիչում եք եւ ինչպես է տրամադրությունը։ Շատ բարձր։ Շատ բարձր։ Եթե այս ամբողջ խաղը լուսանկարեիք, քանի լուսանկարի միջոցով կարողանայիք պատմել այն, ինչ տեղի ունեցավ մինչ այս ակնթարթը։ 40։ 40 լուսանկարով։ Դուք ունեք 120 վայրկյան 7 ֆիլմ գուշակելու համար։ Շատ լավ։ Եվ եթե պատրաստ եք, մենք միանգամից կարող ենք սկսել մեր սուպեր խաղը։ Սկսենք։ Ծափահարություններ մեր մասնակցին եւ ժամանակը գնաց։ Անցնենք։ Երգը լսեք, ինչ է երգում։ Rio։ Ինչ է երգում։ Rio։ Ահա, Rio, ճիշտ է։ Հաջորդը։ Ինչ մութ է։ Օ, Այնպես չի որ։ Անցանք։
Անցանք։ Անցնենք, կվերադառնանք։ Բիգուշի պալեզվի նաժը, չէ։ Անցնենք։ Անցանք, լավ։ Անցնենք։ Սուպեր Այո։ Սուպեր հայրիկը։ Չէ, մի քանի հոգին, հայրիկը, մայրիկը, սուպեր ընտանիք, այո։ Բանա, կոշկա։ Նա գնաց, բայց կվերա կնոջը ուշադրություն դարձրեք, խնդրում եմ։ Մաստերը Որ վերջում գոռում եմ, վերադարձիր։ Անցանք։ Ով է։ Լավ, հետո։ Այս ֆիլմը, սա տրիլոգիայի մի հատված է, ռեժիսորի։ Չեմ տեսել։ Չի թարգմանվում ոչ մի լեզվով, այլ հենց ինչպես գրվում, այդպես էլ կարդացում է։ Վերջում որ լեզուն կտրում է, ասում է, որովհետև դու շատ ես խոսում։ Չեմ Արդեն ուրիշ կինո է։ Չեմ։ Նորից վերադարձանք։ Նայ, տղաները լինում են լավ կամ Bad Boys։ Bad Boys, վատ տղաները, ճիշտ է։ Ես ինչ ախր չեմ տեսել։ Եթե մենք իրար չենք տեսնում եւ դեռևս չկան սոցիալական կայքերը, ինչ միջոցով ենք իրար հետ կապի դուրս գալիս։ Հեռախոս։ Նամակ։ Այո, Արսեն ինձ հետ եղեք։ Փորձում եի։ Հեռախոսազանգներ, Ջոն Ուիկներ։ Հա, Ջոն Ուիկը։ Այո, եւ ցտեսություն Մերի Պոպինս։ Շատ կինոներ պետք է նայել։ Old Boy-ը այստեղից, որ անպայման խորհուրդ եմ տալիս դիտել։ Այնուամենայնիվ դուք միջև սուպեր խաղ եկաք, խնդրեմ ծափահարությունները մեր մասնակցին։ Օսկարը այսօր տուն չեք տանի, բայց փոխարենը Արսեն, ես ձեզ եմ հանձնում մեր գործընկերոջ կինոպարկի կողմից տոմսեր, սպասված ֆիլմերը դիտելու համար։ Կարող եք ասել ձեր խոսքը։ Շատ հաճելի էր, շատ կինոներ նայեք եւ մասնակցեք կինոյին։ Հիանալի, Արսեն որտեղից եք։ Երևանից։ Եվ երկու Արսենները Երևանից սիրով Երևանի սիրուն աղջիկների համար առաջարկում են այս մասշտաբային ստեղծագործությունը ջազ օրկեստրի կատարմամբ ստոպ նկարահանված է։ Բոլորին շնորհակալություն, բոլորն ազատ են։ Մաեստրո, խնդրեմ, action։ Դիտեք Առաջին ալիք Ամերիկայի հեռուստակոնտենտը։ Բաժանորդագրվեք Առաջին ալիք Ամերիկայի YouTube-յան ալիքին First Channel America։